Իմաստնություն Սողոմոնի 7 Սողոմոնը պարզապես մի մարդ էր։ Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման, և նախաստեղծ հողածնի ծնունդ։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում 10-ամսյա ժամանակի մեջ, մածվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ Ես էլ ծնվելով շնչեցի նույն ընդհանուր օդը և համանման վշտերի նույն երկիրն ընկա։ Առաջին բարբառս բոլորի նման նույն լացը եղավ, և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ։ Թագավորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել։ Աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։ Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ իմաստնություն տրվեց։ Կանչեցի առ Աստված, և իմաստնության հոգի եկավ իմ մեջ։ Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ մի բուռ կավ։ Առողջությունից և գեղեցկությունից առավել ես սիրեցի այն, և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։ Ես նրա շնորհիվ շռայլ բարիքներ ստացա, և նրա օգնությամբ հասա անթիվ հարստության։ Ես հրճվեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստնությունը, բայց չգիտեի, որ ամեն ինչի ծնունդ տվողը նա էր։ Ես սովորեցի առանց նենգության և առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստությունը, որովհետև նա անսպառ գանձ է մարդկանց համար։ Նրանք, որ վարվում են այսպես, բարեկամանում են Աստծու հետ, նրա կրթության ընծայած պարգևների շնորհիվ։ Աստված աղբյուր ամեն իմաստնության։ Տա Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստնության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, որովհետև նրա ձեռքում են թե մենք, թե մեր խոսքերը, և թե ամեն մի իմաստնություն և խելամիտ գործ։ Նա ինձ տվել է եղած բաների մասին անսխալ գիտությունը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործությունը, ժամանակների սկիզբը, վախճանը և միջին մասը, Արեգակի շրջանների փոփոխությունները և եղանակների շրջադարձերը, տարրերի պտույտներն ու աստղերի դիրքերը, անասունների բարքերը և գազանների գազանային հատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձևափոխություններն ու արմատների զորությունը։ Ես իմացա այն ամենը, ինչ ծածուկ էր կամ բացահայտ, որովհետև իմաստնությունը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ Ներբող իմաստնության։ Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբախշ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող, թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ, արդարև, իմաստնությունն ավելի շարժուն է բոլոր շարժումներից, և իր հստակության պատճառով թափանցում և անցնում է ամեն ինչից ներս։ Նա Աստծո զորության
ճաճանչն է, ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան, նա մշտնջենավոր լույսի նշույլ է, Աստծո ներգործության անարատ հայելին և նրա վեհության պատկերը, նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ, Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից, արդարև, իմաստնությունն ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած առավել է նրանից, որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստնությանը չի կարող հաղթել չարությունը։